Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարիլույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Արաքելական ուղղափառ եւ գաթողիկե եկեղեցիները ըսկիսպեն իսկ սիրելներ հիմնված քրիստոնեական եկեղեցվո ավանդության ու վարդապետության Սուրբ Մարիամը գտնունին գույս նախքան ամուսնությունը գույս հետ ծննդյան եւ ադորամար կգոչվի Աստվածամայրը միշտ գույս Աստվածածին մեր բոլոր շարականներու մեջ բոլոր աղոթներու մեջ այս մեկը գշեշտվի Աստվածամոր հավերժ գուսությունը Եվ անցնող շաբաթներուն ցեզի սկսա ընթերցել Հակոբոսի նախավիդարան գոչված բարականոն քիրքեն։ Բացատրեցի սիրելներ, որ այս նախավիդարան Հակոբոսի քիրքը գրված է 150-ին 200 թվականին, այսինքն առաքյալներեն ամիջապես յետ անոնց աշակերտներուն ժամանակ Թեև գործը կվերակրվի Հակոբոս դիարնեղբոր, սակայն գասկածելի անշուշտ այդ մեկը։ Եկեղեցվո հայրերը զայն չեն ընդունած կանոնական ավետարաններու կամ նոր գդագարանի շարքին, սակայն սիրելներ անիգա իր մեջը գխտացնե այն հավատալիքը եւ աստվածաբանությունը որ քրիստոնեական եկեղեցվո առաջին թարու մտածելակերպը եւ հավատքներ։ Գարտացի սիրելներ առաջին բաժնով թե ինչպես գբատմե այս նախավետարանը Աննայի եւ Հովագիմի մասին Աստվածամոր ծնողներու մասին Աննան ամուլ էր զավակ չեր գրնար ծնանիլ Հովագիմը արդեն մեծած էր Եվ դժբախտաբար եկեղեցվո քահանայի գոբե գանարկվի, որ ինչու համար զոհ գմադուցանես, որովհետև քու զոհերդ ընդունելի չեն Աստծո, թուն Իսրայելի սերունդ չես տված, եւ դեսանք թե ինչպես Հովագիմ նեղացած լերները քաշվեցավ, իսկ Աննա լացավ իր դան մեջ, որ թե անզավակ էր եւ ահա առանց ամուսինի կմնար, եւ այս մարդիկը, որոնք արդար մարդիկ են, Աստված լսեց անոնց աղոթքը, հաջեցավ, որ իրենց մե հրաշալի զավակ մծնի եւ իսկապես ալ հրեշտակ եկավ ավետեց Աննայի, որ Աստուծոքով արդարություն կդան ու Աստված իրենց աղոթքին պատասխան պիտի տա։ Եվ Հովագիմիալ այս ուրախ լուրը դրվելով Աննա եւ Հովագիմ մարդկային ցևով գենակցեցան իրարու հետ եւ լույս աշխարհ եկավ Մարիամը լուսավոր այս աղջիկը որ ամբողջ մարդկային բապությունը փոխեց որովհետեւ անիգա դարձավ այն գինը որուն համար Աստված ըսկիսպեն իսկ ըսած էր օծին այն առաջին օծին սադրային որ խափած էր Եվան ըսելով անոր քու եւ գնոջ միջև քու եւ անոր սերունդի միջև թշնամություն պիտի տնեմ ահա Սուրբ Մարիամ գթարնար երկրորդ Եվան առաջին Եվայով աշխարհ մտավ անեծքը երկրորդ Եվայով Սուրբ Մարիամով անեծքը վերցվեցավ եւ օրհնությունը ներս մտավ առաջին Եվան Արկիլյալ բդուղը գերավ եւ մարդկության վրա մահ բերավ երկրորդ Եվան Սուրբ Մարիամ ցանկի բդուղը Հիսուս Քրիստոսը ծնավ որ մեր բոլորին փրկություն բերավ եւ այս նախավետարան Հակոբոսի քրքին մեջ սիրելիներ գշեշտվի Աստվածամոր գուսությունը նախքան ծնունդը նախքան Հիսուսը ուրեմն ծնիլը նախքան հղանալը հղության ժամանակ ծնանելու ժամանակ
եւ հետ ծննդյան։ Պատմեցի գարտացի ցեզ սիրելներ երկրորդ մասը, թե ինչպես երբ Աստվածամայրը արդեն բադանի էր, հետևաբար իր արփունքի շրջանին մեջ, ինք որ 3 տարեկանին դաջար ընձայված էր եւ դաջարին մեջ մեծած էր, քահանաները գորոշեն, որ զինք դաջարեն պետք է դուրս անեն, որբեսի չբղձվի դաջարը, որովհետեւ Թաշտանի շրջանը գրնար բղձել, այդ էր հասկացողությունը հրեական, եւ քանի որ Մարիամը իսկապես որ սրբագենցաղ էր, հրեշտակը ինքն էր, որ անոր ամեն օր ջաշ կուտար։ Հետևաբար որոշեցին խնամակալության դակ հանձնել Մարիամը եւ գանչեցին բոլոր այն այրի մնացած դղաները, որբեսի անոնցմե մեգուն վիճակը, որում որ վիճակի է, անիկա խնամակալություն ունե։ Եվ ամեն մեկը իր ցերքի կավազանը բերավ, ապա սիրելիներ աղոտ եղավ այդ կավազաններուն վրա, ու երբ ամեն մարդ իր կավազանը արավ, Հովսեփի կավազանին մեջ են աղավնի ելավ, եւ Հովսեփը ինքը ստանցնեց Մարիամի պաշտպանությունը եւ խնամակալությունը։ Սկիզբը Հովսեփը ինք մերժեց, ասելով որ ես զավակներ ունիմ, ինչպես կրնամ հիմա զավակներուս տարիքին կամ ավելի փոքր մեկը որպես ինձի նշանած առնել, օրենքին դիմաց որպես գին առնել։ Հովսեփը ո՞յ մեկ սիրներ սերային կյանքի դարբանք չուներ, բայց Աստված ընդրեց ինք, որովհետև Հովսեփը հավատացյալ արդար մարդ էր, եւ Աստված ուզեց, որ ինք իսկապես խնամակալ լար երկրի վրա Մարիամի եւ օրենքին դիմաց հայր գոչվեր Հիսուսի։ Եվ ահա Հովսեփ երբ իր դան մեջ արավ Մարիամը, ինք աշխատանքի գնաց, Մարիամը գանչվեցավ դաջար, որբեսի ուրիշ գույսերու հետ միասին, որբեսի դաջարի համար վարակույր գարեին։ Եվ իրեն ինգավ ձիրանակույն ուրեմն թելերը մանելը եւ դարավ դուն, երբ գմաներ գհյուսեր, ահա հրեշտակը երևցավ անոր եւ սկանչելի ավելի սդվավ, թե բիդի հղանաս Սուրբ Հոգիեն եւ Աստուծո միածին որդին աշխարհ պիտի ծնիս, Փրկիչը Հիսուսը։ Եվ Մարիամը խոնարեցավ Աստուծո կամքին դիմաց։ Ապա տեսանք, թե ինչպես մեկնեցավ Եղիսապետի մոտ, Եղիսապետ, որ իր ասկականն էր եւ արդեն 6 ամիսեի վեր հղի էր, Հովանես Մգրդիչի մայրը, երբ Մարիամ ներս մտավ Եղիսապետի մոտ, Եղիսապետի փորին մեջ, արքանթի մեջ Հովանեսը խաղաց ուրախութենեն եւ Եղիսապետը ողջունեց Սուրբ Մարիամը գոչելով, որ ինչ երանություն է ինձի, որ դիրոջս մայրը, դիրամայրս ինձի այցի գուկա, որովհետև երբ ցայնդ լսեց երեխաս, փորիս մեջ խաղաց։ Տեսանք ատկե վերջ, որ Սուրբ Մարիամ երբ 3 ամիս վերջ վերադարձավ դուն, արդեն իր փորը դուրս ելած էր, ու Հովսեփ երբ դուն դարձավ, շատ նեղացավ։ Կարծեց, որ Մարիամը մեղք գործած էր, անօրենություն գործած էր, անարագություն արած էր։ Եվ երբ Մարիամի հարցուց Մարիամը լացով հայտնեց, որ ինքը ոչինչ մեղք գործած չէ, ոչ մեկ մեղք գործած չէ, եւ հետեւաբար լուր ելավ, քահանայապետին ասավ լուրը, որ այն Մարիամը, որ դաջարի մեջ մաքրամաքուր էր, եւ Հովսեփին անցնեցիք, Հովսեփի բահբանության, Հովսեփը իր խոստումը չէ բահած, ահա առանց ամուսնանալու հետը հղի բահածեցինք, երկուքը դաջար գանչվեցան քահանային կողմէ, քահանան աստարարեց անոնց, երկուքին հարցուփորձեց, երկուքն ալ ըսին, որ մենք անմեղ ենք, եւ այդ ժամանակ լեղի փորձության ջուրը խմծուցին, պատմեցի ցեզ անցնող անգամին, թե անիգա 5 դագարանի մեջ սիրելներ Աստուծո կողմէ դրված, Մովսեսին դրված օրենք էր, որ ով որ գասկածեր իր գնոջ վրա, որ անարագություն արած է, դաջար կբերեին,
եւ քահանան խորանին դագեն հող գարներ ճուրի մեջ կխառներ, լեղի գթարնար ու անեցկներու աղոտ մգներ, որ եթե այս ճուրը քու մեջդ մտնե եւ եթե դու անարագությունը ռածես փորդ ուրի եւ հայտնի է լակու մեղքդ, այդ ժամանակ զինք կարգոձեին այդ անարակնոջ, իսկ եթե ոչինչ պատահեր, ուրեմն կնշանակեր, որ արդար էր այդ կինը, ահա այդ ճուրեն խմծուցին եւ Հովսեփի եւ Մարիամի եւ երկուքն ալ արդար գտնվեցան Աստծո դիմաց եւ քահանան նսավ, քանի որ Աստված ցեզի չբաճեց, ոչ մեկ բան հրավ, հետեւաբար ես ալ ցեզ չեմ թադեր եւ ուրախությամբ երկուքը մեկնեցան։ Այսօր սիրելիներ պիտի շարունակեմ ցեզի ընթերցել ուրեմն այն բաժինը ուր օգոստոս գայսրի ժամանակ երբ մարտահամարի հրահանգ տրվեցավ Հովսեփը պետք է Նազարեթեն մեկներ Փեթղեհեմ, որտեվ իր նախահայրերը Փեթղեհեմեն էին, Դավիթի սերունդեն, հետևաբար հետը դարավ նաև Մարիամը, հետը դարավ նաև Հովսեփ իր զավակները։ Գուզեմ այս մեկը բացատրել, նաև սիրելիներ ցեզ դերեկացնել, որ արևելյան եկեղեցիներուն մոտ սկիզբեն իր վեր այն ավանդությունը կար, որ հայր Հովսեփը ինք ամուսնացած էր, իր գինը մահացած էր, հետևաբար այրի մնացած էր, Հովսեփը առանց գինի մնացած էր, անգին մնացած էր, եւ առաջին ամուսնութենեն ուներ զավակներ, որոնք էին Հակոբոսը, Հութան եւ մյուս զավակները, աղջիկները։ Իսկ եւ այս ավանդությունը արևելյան բոլոր արաքելական եկեղեցիներում մեջ սկիզբեն իր վեր կար։ 4-րդ դարեն յետք Սուրբ Հերոմը կաթոլիկ աշխարհին մեջ խոսեցավ, որ ոչ թե Հովսեփը ինք ամուսնացած էր նախաբես, այլ Հովսեփը ինքալ մշտնչենաբես գույս մնաց, այլ Հիսուսի ուրեմն Հովսեփի եղբոր զավակները գոչվեցան Հիսուսին եղբայրներ, այսինքն զարմիկները։ Եվ քանի որ եբրայերեն ուրեմն լեզվի մեջ զարմիկ բառը գոյություն ունի, եղբայր կգոչեն հորեղբոր զավակներ իրարու, հորաքրոջ զավակները, մորաքրոջ զավակներ, ինչպես որ մեր ժողովրդին մեջ նաև այսօր իրարու հորեղբոր զավակներ եղբայր քույր կգոչին։ Այդպես ալ Սուրբ Հերոմը ուրեմն սիրելիներ այս ավանդության մասին խոսեցավ։ Անորամար երբեմն այս երկու ավանդությունները մեկը կտեսնենք։ Կամ Հովսեփը ինք ամուսնացած էր եւ մեծահասակ էր, երբ Մարիամ իր խնամքին դագարավ, հետեւաբար զավակներ ուներ, եւ կամ անոր եղբոր զավակներն էին, որոնք կոչվեցան դիառնեղբայրներ, այսինքն դիրոջ եղբայրներ։ Սիրելիներ, այսօր ցեզի պիտի ընթերցեմ 17-րդ գլուխեն մինչև 20-րդ գլուխը։ Եվ այստեղ պիտի տեսնեք, թե ինչպես կխոսվի Աստվածամոր Հովսեփի հետ միասին թեպի Փեթղեհեմ գալուն եւ հրաշալի ծնունդի մասին, եւ նաեւ կտեսնենք սիրելիներ, թե ինչպես անշուշտ առասպել մնալ կգապվի, թե Հովսեփ երբ որ մանկապարծ ուզեց փնտրել, ամբողջ աշխարհը սարեցավ, գանկնեցավ, եւ Հովսեփ մանկապարծ մկդավ, բայց մինչեւ մանկապարծին հետ եկավ, արդեն տեսավ, որ Հիսուսը ծնավ եւ իր մորը գաթը սկսավ խմել։ Եվ առաջին մանկապարծը, որուն անունը չի հիշվիր, Աստված կփառավորե։ Ու երբ դուրս գելե, երկրորդ մանկապարծը կհայտնվի Սողոմե անունով։ Ու երբ կհարցնե Սողոմեն, որ ինչ պատահեցավ, առաջին մանկապարծը գսե հրաշալի ծնունդ եղավ, Սողոմեն չի ավադար, գսե որ ես պետք է ստուգեմ Մարիամի գուսությունը։ Եվ երբ գստուգե, այդ ժամանակ Աստվածային բադիժը իրեն վրա գուքա։ Իր ցերկը կսկսի հալիլ, մաշիլ։ Ահա, երբ արցունքը տապե գզղճա, որ մեղանչեցի Աստուծոթեմ, չհավատալով Մարիամի գուսության վրա, հրեշտակը գուքա եւ իրեն կպատվիրե, որ թփնա երեխային, նորածինին, Հիսուս մանուկին, որբեսի բժշկվի ու բժշկվելով կփառավորե Տիրոջ անունը։ Ահա սիրելիներ, սկիզբեն իսկ
քրիստոնեական եկեղեցվո մեջ Սուրբ Մարիամի գուսությունը նկատված էր որպես Աստուծո կողմէ մեծակույն նշան եւ օրհնություն։ Եվ ադորամար մենք սիրելներ կշարունակենք նույն եկեղեցվո քրիստոնեական ամենահին ավանդությունն ու հավատալիքը թավանանքը բահել։ Անոր համար մի դարվիկ ովև մեկ սիրելներ նորակույն ուրեմն բացատրություններն հատկապես փոքականյան եկեղեցիները անոնք է որ Աստվածամոր հավերժ գուսությունը չեն ընդունիր, որովհետև Մատթեոսի ավետարանի առաջին գլխու վերջին համարի մեջ կսե եւ չհարաբերեցավ անոր հետ մինչև անոր անտրանիկ որդին ծնավ։ Բացատրած եմ ինչ կնշանակե հարաբերիլ, ինչ կնշանակե անտրանիկ որդին ունենալ, գրնակ լսել նախքին դեսահոլովակներս Աստվածամոր հավերժ գուսության մասին, որովհետեւ սիրելներ այն ավանդությունը, որ եկած է մեզի քրիստոնեական առաջին դարաշրջանեն, բահենք անաղարծեվով։ Կշարունակեմ Հակոբոսի նախավետարանը 17-րդ գլուխեն գարտալ։ Ուղագի պիտի թարգմանեմ ուրեմն սիրելներ եւ Օգոստոս գայսրի հրամանով եւ Օգոստոս գայսը հրաման հանեց, որ Հրեաստանի Բեթլեհեմի բոլոր բնակիչները կրանցվին։ Ուրեմն ամեն մարդ իր քաղաքը բիտարդար, իր նախայրերու քաղաքը եւ պիտի կրանցվեր։ Այս մասին կրնակ կարդալ Ղուգասի ավետարանի 2-րդ գլխու մեջ։ Եվ Հովսեփը ասավ. Ես կկրանցեմ որդիներս, բայց ինչն եմ այս աղջկան հետ։ Ինչպես կրանցեմ զայն։ Իբրև իմ գինս։ Ես կամչնամ զինք ներկայացնել որպես իմ դուստրս, որովհետև Հովսեփ տարիքով շատ մեծ էր, Մարիամալ շատ բադանի։ Բայց Իսրայելի բոլոր որդիները գիտեն, որ անիգա իմ դուստրս չէ, իմ աղջիկս չէ։ Եվ Հովսեփ մտածեց դիրոջ օրը երբ որ կա, երբ որ ժամանակը հասնի, այսինքն դերը ինք գադարե այնպես ինչպես որ դերը ինք կգամենա։ Եվ անիգա թամփեց էշը, նստեցուց Մարիամը իշուն վրա, եւ Հովսեփի որդին ինքը էշը սկսավ առաջնորդել, իսկ Հովսեփ հետևեցավ անոր։ Ուրեմն արջևեն Հովսեփի որդիները կացին, էշը բռնած, Մարիամը իշուն վրա նստած, Հովսեփն ալ իշուն ետևեն։ Եվ երբ անոնք մոտ 3 մղոն անցան, Հովսեփը շրջվեցավ եւ տեսավ Մարիամը դխուր։ Եվ ինքն իրեն մտածեց, Հովսեփը մտածեց. հավանաբար անոր մեջ եղածը անոր գդան չէ, այսինքն իր մեջի բդուղը Հիսուսը իրեն ցավեր կպատճառե։ Զննտապերության ժամանակներն են։ Եվ Հովսեփը գրգին շրջեցավ եւ տեսավ, որ Մարիամ գծիծաղեր։ Եվ հարցուց անոր. Մարիամ, ինչպես է որ քու թեմքդ գտեսնեմ մեկ ծիծաղի վիճակի մեջ, մեկ ալ դրտմած վիճակի մեջ։ Եվ Մարիամը Հովսեփին ասավ. որովհետև ես իմ աչքերովս կտեսնեմ երկու ժողովուրդ, մեկը գուլար եւ գողբար, իսկ մյուսը գուրախանար եւ գծնձար։ Եվ անոնք հասան ճանապարհի գեսին, եւ Մարիամ անոր ասավ. Իջեցուր զիս էշեն, որովհետև իմ մեջ եղածը, այսինքն երեխաս, շուտով դուրս պիտի գա։ Եվ զայն Հովսեփ իջեցուց էշեն եւ ասավ. ուր դանիմ քեզ եւ քո անարքանքը ծածկեմ, որովհետև այստեղը անաբադ է, ուրեմն դակավին Բեթլեհեմ չմտած, ահա Մարիամի ծննդաբերության բահը հասավ։ Եվ անիկա այնտեղ քարանցավ մկդավ։ Եվ դարավ զայն այնտեղ, ուրեմն դեսավ քարայրմը, քարանցավը
այրիմը եւ այնտեղ դարավ։ Եվ թողնելով իր երկու որդիները անոր գողքին, քնած Բեթլեհեմի շրջագայքի մեջ մանկապարծուհի փնտրելու։ Հովսեփի երկու որդիները Մարիամի գողքին մնացին։ Եվ ես Հովսեփս, հիմա Հովսեփ Աստվածահայրն է կամ ուրեմն Մարիամի ամուսին է պատմողը, քայլում էի, գքալեի, բայց չէի քալեր, գքալեի, բայց չէի քալեր։ Ես թեպի երկինք նայեցա եւ տեսա երկինքը ապշած, զարմացած, այսպես հիացած։ Ես նայեցա թեպի երկնքի փևերը եւ անիգա գանկնած էր։ Եվ երկնքի թրջունները օդին մեջ անշարժ գեցած էին, գանկնած էին։ Ես նայեցա երկրին եւ տեսա ագոսմը, փոսմը եւ աշխատողները բարգած, այսինքն կետնին վրա երգնցած, երգարած եւ անոնց ցերկերը ագոսի մեջ, այդ փոսին մեջ էին։ Այսինքն աշխատանքի ընթացքի մեջ էին, բայց չէին աշխատեր։ Անոնք որ գուդեին չէին ուդեր։ Եվ վեր գեցողները չէին ելեր, անոնք որոնք վեր գելեին, ոտքի գգանքներին, այդպես սարած վիճակի մեջ էին։ Եվ անոնք, որոնք ինչ որ բան կդանեին իրենց փերանը, չդարին, բայց բոլորի թեմքերը վերև էին նայում, վեր գնային, երկին գնային։ Եվ ես տեսա ոչխարները, որոնք գքալեին եւ սակայն գանկնած էին։ Ուրեմն քալելու ընթացքի մեջ տեսա ոչխարները, բայց գանկնած էին։ Եվ հովիվը տեսա բարձրացած ցերքը անոնց հարվածելու համար եւ անոր ցերքը օդը մնացած էր։ Օդը մնաց։ Եվ ես նայեցա քեդի հոսանքին եւ տեսա որ երեխաներու պերանները ճուրի վրա էին հանգչած, զրած էին ճուր խմելու եւ չէին խմեր։ Ամեն ինչ մեկ ագնտարտի մեջ իր հունեն շեղած էր։ Եվ դեսա գինմը, որ գիչներ լերան լանչեն։ Եվ անիգա ասավ ինձի, ով մարդ, ուր գերտաս։ Ես ասի, գպնդրեմ եբրայեցի մանկապարծուհիմը։ Անիգա պատասխանեց եւ ասավ, թուն իսրայելացի ես։ Եվ ես ասի անոր, այո, անիգա ասավ, եւ ով է, որ գծնի քարայրի մեջ։ Ես ասի, գիմը, որ ինձի հետ նշանված է։ Եվ անիգա ասավ ինձի, միթե անիգա քու գինը չէ։ Ես անոր ասի, անիգա Մարիամն է, որ մեծած է Աստուծո դաջարին մեջ, դիրոջ դաջարի մեջ։ Եվ ես վիճակահանությամբ զայն վերցուցի որպես իմ գինս։ Եվ անիգա իմ գինս չէ, այլ Սուրբ Հոգիեն հղացած է։ Եվ մանկապարծուհին ասավ անոր Հովսեփի, ճիշտ կսես։ Եվ Հովսեփ ասավ, եգուր եւ դես։ Եվ մանկապարծուհին անոր հետ գնաց։ Եվ անոնք գանկնեցան քարանցավին դիմաց։ Եվ ահա լուսավոր ամպը ըստվերեց քարանցավը, ծածկեց քարանցավը, քարայրը։ Եվ մանկապարծուհին ասավ, այսօր իմ հոգիս փառավորվեցավ, որովհետև աչքերս տեսան դարօրինակ բաներ, որովհետև փրկություն եկավ, փրկություն դրվեցավ Իսրայելին։ Եվ ամենչապես ամբը անհետացավ քարանցավին վրայեն եւ մեծ լույսը փայլեցավ քարայրին վրա, այնպես որ աչքերը չգրցան թիմանալ ադոր։ Եվ քիչ անց այդ լույսը աստիճանաբար նվազեցավ, մինչև որ հայտնվեցավ մանուկը, որ քնած եւ գուրցք վերցուց իր մորմեն Մարիամեն։ Ուրեմն Հիսուս ծնավ եւ ամիջապես իր մոր գուրցքին վրա եկավ գաթ խմելու։ Եվ մանկապարծուհին աղաղակեց եւ ասավ, ասիկա մեծ օր է ինձի համար, որովհետեւ
այս դարօրինակ դեսարանը դեսա, այս զարմանահրաշ դեսարանը դեսա։ Եվ մանկապարծուին դուրս եկավ քարանցավեն եւ Սողոմեն հանդիպեցավ անոր, ասալ ուրիշ մանկապարծուհի է։ Եվ անիկա հարցուց անոր։ Եվ անիկա ըսավ, ուրեմն մանկապարծուին ըսավ Սողոմոնին, Սալոմեին. Սալոմե, ես դարօրինակ դեսարան ունիմ պատմելու քեզի։ Գույսը ձնընթափերած է, փամը որ անոր բնությունը չի ընդունիր։ Անկարելի է որ մարդկային բնությունը այդպիսի բաներ է որ գույսը ձնանի։ Աբա Սալոմեն ըսավ. Գենթանի է իմ դեր Աստվածս, եթե մադս չխրեմ եւ չքննեմ անոր մարմնի մասերը, անոր գուսությունը, չեմ հավատար որ գույսը ձնընթափերած է։ Անկարելի բան է։ Բայց հիշենք սիրելներ, որ Աստված սկիզբեն Եսայի մարգարեին բերնով ասած էր, ահա գույսը պիտի հղանա, որդի մը ծնի։ Եվ անիկա պիտի գոչվի Էմանուել, այսին Աստված մեզի հետ։ Ահա այդ է որ կպատահի։ Եվ մանկապարծուհին մտավ Մարիամին եւ ասավ. Ինքզինքդ ցույց տուր ինձի, որովհետև քու շուրջդ մեծ վեճ ցակած է։ Եվ Սալոմեն մադը մտցուց անոր մեջ աղաղագեց եւ ասավ. Վայ ինձի, իմ անօրենությանս ու անհավատությանս համար, որովհետև ահա գենթանի Աստվածը փորձեցի եւ ահա իմ ցերկս գահալի գարձես գրագով այրածլար։ Եվ անիկա ձունգի իջավ դիրոջ արջև եւ ասավ. Իմ հայրերուս Աստվածը, հիշե որ ես Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի սերունդեն եմ։ Ինձի այսպիսով այս ցերկի վիճակովս ցույց մի դար Իսրայելի որդիներուն, այլ վերադարձուր զիս աղքատներուն, որովհետև դու գիտես դեր որ քու անունովդ ես ծառայած եմ եւ վարչադրությունս քու ցերկերետ է որ ստացած եմ։ Եվ ահա դիրոջ ռեշտակը գանկնեցավ անոր գողքին եւ ասավ. Սաղոմե, դերը լսեց քեզ։ Ցերկը թիր մանգան վրա եւ բռնեզային, եւ դուն աբահով եւ ուրախ պիտի լաս։ Եվ Սաղոմեն քնած ու բռնեց նրան, թբավ անոր Հիսուսի, ասելով. Պիտի երկրպագեմ անոր, որովհետև մեծ թագավոր ծնավ Իսրայելի համար։ Եվ ահա Սաղոմեն կամ Սալոմեն ամիջապես փուժվեցավ եւ դուրս եկավ քարանցավեն արդարացած։ Եվ ահա ցայմը եկավ, որ գսեր. Սալոմե, մի պատմեր այս դարօրինակ բաները որ տեսար, մինչև որ մանուկը Երուսաղեմ մտնե։ Հավասիկ սիրելներ, ցեզի ընթերցեցի Հակոբոսի նախավետարանեն այս 17-ին 20 գլուխները, այս սկանչելի բացությունը, որ քրիստոնեական վաղ ժամանակներեն մեզի հասած է, երկրորդ թարուգեսեն կամ վերջավորութենեն։ Ահա սիրելներ, հին եկեղեցվո հավատալիքը եղած է Աստվածամոր հավերժ գուսությունը։ Խնդրենք Սուրբ Գույս Մարիամեն, որ անիգա սիրելներ բարեխոս լա մեր բոլորին։ Սուրբ Գույս Մարիամը բոլոր սերունդներուն եւ բոլոր հասակարգներուն երանելի օրինակն է, թե գույսերուն, թե ամուսնացած գիներուն, թե վանականներուն, թե մարդոց եւ թե սիրելներ բոլոր անոնք որոնք անոր բարեխոսության գտիմեն։ Թիմենք Աստվածամոր բարեխոսության, որբեսի մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի մոտ բարեխոսե մեր բոլորին համար, մենք ալ սիրելներ հոգեվորապես գուսանանք, մաքրվենք, սրբանանք, որբեսի դերը հաջի մեր սրտի մեջ ծնին։ Թող մեր սրտի քարայրը մաքրվի եւ այնտեղ Հիսուս ծնի։ Աստված ձեզ արադաբես տողորտնե բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։